Ցանկանում եմ ներողություն հայտնել մեր ունկնդիրներին։ Իմ առողջական խնդիրների պատճառով չկարողացան նոր հաղորդաշար նկարահանել։ Աստված ինքը գիտեր, որ մարդը մի օր պիտի մեղանչի, այդ պատճառով արդեն նախապես ամեն ինչ իր մտքի մեջ եւ իրականության մեջ պատրաստված էր, որ պիտի այդպես լիներ։ Զուրկ ամեն տեսակ անկողիններից, ճոխ խաղալիքներից, փափուկ ու տափուկ անկյուններից օրացության 1 օր է փոխվում, 3:31-ն էր, այսօր 1-ն էր։ Հիմա ամեն ամիս, երբ որ վերջանում է, մենք ամեն ամսվա 31-ի կամ 30-ի հաջորդ օրը մենք կերուխում ենք կազմակերպում, որ ամիսը վերջացավ։ Ուրեմն ամեն օրը մարդու համար նոր սկիզբ է, ուրեմն նոր տարին է, ընդհանրապես օրացության փոփոխություն է, դուք պիտի սուրբ ծնունդով ուրախանաք։ Դուք պիտի տարվա 365 օր այդ ծնունդով ապրես։ Քրիստոսի իրական ծնունդը ապրել, հաղորդակից լինեն։ Էշը եւ եզը շան տարի է, օծի տարի է, արնետի տարի է, մեր բոլոր տարիները Քրիստոսի տարիներ են։ Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ, օրհնյալ է հայտնությունը Քրիստոսի։ Բարև ձեզ հարգելի բարեկամներ, բարև ձեզ հարգելի ունկնդիրներ եւ բարի գալուստ մեր այսօրվա նոր եթերաշրջանին եւ այսօրվա նոր հաղորդմանը։ Նախ եւ առաջ ես ուզում եմ շնորհավորել ձեր բոլորի ամանորը, ցանկանալով ձեզ երջանկություն, քաջ առողջություն եւ թող միշտ Աստծո սուրբ ներկայությունը եւ օրհնությունը միշտ լինի ձեր օջախներում, ձեր տներում եւ ձեր հոգիներում։ Սիրով ես այսօր ուզում եմ ձեզ ներկայացնեմ, որ մենք այսօր զրուցելու ենք մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսի սուրբ ծննդյան տոնի առթիվ։ Հարգելի ունկնդիրներ, այսպիսով ես ուզում եմ ձեզ սիրով ներկայացնել մեր այսօրվա հաղորդաշարի հյուրին։ Մեր այսօրվա հաղորդաշարի հյուրն է մեր բոլորիս կողմից շատ սիրված եւ հարգված Տավուշի թեմի Դիլիջան քաղաքի հոգևոր հովիվ Տեր Շավարժ Քահանա Սիմոնյանը։ Օրհնեցեք Տեր հայր ջան։ Աստված օրհնի Արթուր ջան։ Ինչպե՞ս եք Տեր հայր ջան։ Փառք Տիրոջը, լավ ենք։ Պատրաստում ենք Տիրոջ սուրբ ծնունդը տոնելու, ինչպես պիտի լինենք։ Իբրև քրիստոնյա բարձր տրամադրությամբ։ Շատ գեղեցիկ է, շատ գեղեցիկ է։ Մենք բոլորս ազգովի պետքա պատրաստվենք այդ գեղեցիկ տոնին։ Այո։ Դրա համար է որոշեցինք այսօրվա այս գեղեցիկ տոնական նախատոնական հաղորդաշարը նկարահանենք մեր Տիրոջ սուրբ ծննդյան առթիվ եւ ոչ թե միայն այդ 1 օրը կատարենք այդ սուրբ ծնունդը, այլ ամբողջ տարի Տիրոջ հետ ապրենք։ Ամեն Արթուր ջան, ամեն։ Շնորհակալ եմ, որ ժամանակ գտաք տրամադրեցիք մեզ, Տեր Շավարժ ջան։ Ես գիտեմ թե ինչ զբաղված եք, բայց միշտ չեք մերժում մեր հրավերը։ Դե ինչ, սկսենք մեր այսօրվա այս գեղեցիկ եթերը։ Տեսնենք Արթուր ջան, տեսնենք այսօր ինչ հարցեր ես պատրաստել։ Շատ հարցեր։ Փորձենք Արթուր ջան։ Տիրոջ ողորմությամբ աղոթքով սկսենք։ Այո, աղոթքով սկսենք Տեր Շավարժ։ Անվոր եւ որդվո եւ հոգուն սրբ ամեն։ Իմաստություն Հոր Հիսուս, տուր մեզ իմաստություն, բարին խորհել, խոսել եւ գործել քո առաջ ամեն ժամ, եւ չար խորհուրդներից, խոսքերից ու գործերից փրկիր մեզ եւ ողորմիր քո արարածներին եւ ինձ բազմամերիս։ Ամեն։ Բարի ընթացք մեզ Տիրոջ ողորմությամբ Արթուր ջան։ Ամեն։ Ես կուզեի, որպեսզի այս հարցով սկսենք այսօրվա մեր հաղորդաշարը, ինչպես է եկեղեցին բացատրում Բեթլեհեմի գիշերը եւ Մսուրի մեջ Հիսուսի ծնվելը, այդ խորհուրդը, այդ ամեն ինչը։ Սկսենք նրանից, որ Աստված նախապես մինչև աշխարհի արարչագործությունը ուներ այդ ծրագիրը փրկության մարդու համար, ոչ թե որ մարդը մեղանչեց, հետո Աստված ինքը որոշեց, որ պետք է փրկության ծրագիր, այլ Աստված ինքը գիտեր, որ մարդը մի օր պիտի մեղանչի, այդ պատճառով արդեն նախապես ամեն ինչ իր մտքի մեջ եւ իրականության մեջ պատրաստված էր, որ պիտի այդպես լիներ։ Հիսուսի ծննդյան մասին 5 տակարանի մեջ շատ մարգարեություններ կան եւ ամենագլխավորը Եսայի մարգարեությունն է, որ ասում է ահագույսը պիտի հղիանա, մի որդի պիտի ծնի եւ նրա անունը պիտի լինի Էմանուել, որ նշանակում է Աստված մեզ հետ է։ Եվ գիտենք, որ մինչև Հիսուս Քրիստոսի ծնունդը վերջին մարգարեն Մաղաքիա մարգարեն
Աստված գրեթե 400 տարի չխոսեց մարդկանց հետ։ Ինչը, որովհետև մարդկանց մեղքերի պատճառով Աստված լռել էր, այլևս չէր խոսում եւ արդեն այնքան էր հեռացել մարդկությունը Աստծուց, որ Աստված ինքը արդեն որոշեց իջնել աշխարհ եւ գալ, որ նշանակում է Հիսուսյան հենց Էմանուել Աստված մեզ հետ, Հիսուս անունը մեզ համար փրկիչ, իսկ Քրիստոս անունը օծյալ, այսինքն օծյալ փրկիչը գալիս է մեզ հետ լինելու համար։ Եվ Բեթխեհեմյան խորհուրդն էլ շատ կարևոր է։ Բեթխեհեմ ինչ է նշանակում, նախ այդ բառը տեսնենք Արթուր ջան։ Բեթխեհեմ նշանակում է հացի տուն։ Կյանք, այսինքն գնում ենք այնտեղից կյանքը ստանալու։ Եվ ըստ ավանդության մեր նախամայրը Եվան թաղված էր այն վայրում, որտեղ որ Հիսուս Քրիստոս ծնվեց Մսորի մեջ, եւ երկրորդ Եվայով Մարիամ Աստվածածնով կյանքի հացը Հիսուս Քրիստոս աշխարհի փրկիչը, աշխարհի արարիչը, Աստվածը մեր Տերը, ինքը ծնվեց, մարդացավ մեզ համար կերակուր դառնալու, որպեսզի մենք փրկվենք։ Եվ ինչու պետք է Բեթխեհեմում անպայման ծնվեր, որովհետև Բեթխեհեմը Դավթի քաղաքն էր, եւ քանի որ Հիսուս պիտի նաև թագավորական եւ քահանայական ընտանիքներից լիներ, Հոսեփ եւ Մարիամը թագավորական եւ քահանայական ընտանիքներից էին, որ Հիսուսը որպես մարդ երբ որ ծնվեր աշխարհ գար, պիտի նաև թագավորական ու քահանայական ընտանիքից լիներ, այդ պատիվները պետք է ինք ունենար, եւ մարդը համարի համար իրենք Նազարեթում էին ապրում, հայր Հոսեփ եւ Մարիամ Աստվածածինը Նազարեթում էին ապրում, եւ այնտեղից եկան Բեթխեհեմ մասնակցելու մարդահամարին եւ այնտեղ էլ ծնվեց մեր փրկիչը, զուրկ ամեն տեսակ անկողիններից, ճոխ-խաղալիքներից, փափուկ ու տափուկ անկյուններից եւ իր առաջին վկաները ծննդյան անբան անասունները եղան, ինչպես նաեւ Եսայի մարգարեության հենց առաջին գլուխը այդպես սկսում է, որ ծնունդի վկաներ եղան Էշը եւ Եզը, բայց մարդիկ հաղորդակից չեղան ճշմարտությանը։ Ուրեմն առաջին վկաները անբան կենդանին են։ Տեսեք, աշխարհի փրկիչը, թագավորը գալիս է, բայց հեռավոր մի խուլ անկյունում, մարդկանց աչքերից հեռու, տոնակատարություններ չկան, մարդիկ հավաքված չեն, բայց գալիս է այդ լռության մեջ աշխարհը փրկելու եւ իր ծնունդով ավետելու, որ մարդկության պատմության մեջ նոր սկիզբ է դրվում, մարդը նորովի պետք է սկսի ապրել։ Երկրորդը հովիվներն էին, որ հրեշտակներից ավետից ստացան, Բեց Խահուդ է կոչվում այդ տեղը այսօր, Բեթխեմից մի քանի կիլոմետր այն կողմ է, որտեղ որ հովիվներ իրենց գիշերային պահպանություն էին անում, հրեշտակները ինչ ավետեցին, փառք Աստծուն բարձունքներում, խաղաղություն երկրի վրա եւ հաշտություն մարդկանց միջև, եւ հրեշտակների այդ ավետիսին հավատալով երկրորդը հովիվները եկան, մասնակիցը եղան Քրիստոսի ծնունդի։ Եվ ամենագլխավորը Մոգերի գալն էր։ Գիտեք, Մոգերը տարբեր թագավորներ էին եւ դրա հետ մեկտեղ նաեւ գիտնականներ են, որտեղ երկնքում Աստղը տեսան եւ երեքը տարբեր տեղերից եկան եւ Երուսաղեմում հանդիպեցին, եկասեցին որտեղ է թագավորը եւ ասում է ամբողջ քաղաքը խռովվեց։ Եվ ինչ եկան, բերեցին այս մարդիկ, երբ որ եկան մանկանը գտան Աստվածամոր գրքում, բերել են ոսկի, կնդրուկ եւ զմուրս։ Ոսկին խորհրդանիշն էր Քրիստոսի թագավոր լինելու, խունկը նրա Աստված լինելու, իսկ զմուրսը նրա մահն էր խորհրդանշում, որով Աստծո որդին պետք է չարչարվեր եւ մեզ համար փրկության միջոց դառնար։ Իսկ Աստղը Բեթխեհեմյան Աստղ, որ մենք ասում ենք, եւ հետեւս հիմա որ դրված է տոնածառ եւ միշտ նրա գլուխը զարդարված է Աստղով եւ սովետական շրջանում մարդիկ դա սովետական միության այդ կարմիր Աստղն էին համարում, բայց դա Բեթխեհեմյան Աստղն էր, որ այդ գիշեր եկավ եւ կանգնեց այդ գոմի մոտ գտնվող Եղևնու վրա։ Եվ դրա համար մենք միշտ Եղևնին զարդարում ենք վրան Աստղը, որ Հիսուս Քրիստոսի ծննդյան հաղթական մուտքն է խորհրդանշում այս աշխարհի մեջ։ Շատ գեղեցիկ։ Եղևնու պահով մի հատ հարց է ուզում տալ։ Կան քրիստոնեական եկեղեցիներ, որոնք ասում են, որ Եղևնին դա տոնական ծառ չէ, կապ չունի մեր Քրիստոսի ծննդյան հետ եւ դա ավելի շատ գերեզմանա ծառ է կամ ինչ որ փուշ է, որը որ չի կարելի տներում դնել։ Սովետական շրջանում ամեն ինչ փոխվեց։ Այսօր ինչ են անում մարդիկ, կոչվում է նոր տարվա գիշեր, չէ, ամանորի գիշեր, նոր տարվա տոնածառ։ Այդպիսի արտահայտություններ չկար մինչև սովետական շրջան։ Կար Սուրբ ծննդյան գիշեր եւ Սուրբ ծննդյան հրաշք։ Մարդիկ Աստծո պատիվը վերցրեցին, գողացան եւ մեզ համար ավելի շուտ տուրք տվեցին նոր տարին նշելու, տոնածառը դարձավ նոր ամանորյա տոնածառ, Սուրբ ծննդյան գիշերը դարձավ ամանորի գիշեր եւ մարդկանց այդպես կամանց հեռացրեցին Տիրոջ խորհրդից հեռացան։
Իսկ տոնածառը որևէ կապ չունի ննջեցյալների հետ, սա կյանքի ծառի խորհրդանիշն է նաև, որ ինչպես արդեն ասացի, կյանքի հացը Բեթխեհեմ բառը, կյանքի հացը լույս աշխարհ եկավ, եւ տոնածառը կենաց ծառի խորհուրդ ունի նաև։ Ինչպես Հովան Ոսկեբերյան հայրապետ ինչ օրինակը ցույց է տալիս մեզ, ինչպես որ Ադամն ու Եվան կամավորապես գնացին ծառից, պտուղը քաղեցին, կերան ու մահացան, այնպես էլ Քրիստոս է կյանքի հացը, դու պիտի կամավորապես մոտենաս, Քրիստոսին ճաշակես, հացը ուտես, իբրև կյանք, եւ ինչպես նաև մենք պատարակի ժամին ենք ասում, սա է կյանքը, հարության հույսը, մեր մեղքերի քավությունն ու թողությունը։ Սա գեղեցիկ խորհրդանիշ է Հիսուս Քրիստոսի հաղթական ծննդյան։ Ուրիշ ոչ մի բան չի կարելի վերագրել այս ծառին կամ սնոտի ապաշտությամբ ասել, որ չի կարելի դնել, սա մեղք է կամ սխալ է կամ սուրբ գրային ինքը վկայություն չունի, այս ամենը մեր քրիստոնեական ոգուն հարիր չէ։ Շնորհակալություն գեղեցիկ պատասխանի համար։ Նաև այսպիսի հարց ունեմ, Տեր Շավարժ ջան։ Ավետարաններում մի քիչ տարբերվում է Քրիստոսի ծնունդը։ Այսինքն կան ավետարաններում, քանի որ մենք ունենք 4 ավետարան, ավետարաններում կան մասեր, որ չի նշվում, թե ինչպես է ծնվել, կան ավետարան, որտեղ նշվում է ոնց է մեր Փրկիչը ծնվել, եւ տարբերություններ կան։ Կբացատրեիք դա։ Օրինակ Հովանեսի ավետարանի մեջ, այո, Հովանեսի ավետարանում ընդհանրապես ծննդյան մասին վկայություն չկա, այնտեղ ոչ մի բան գրված չէ։ Մարկոսը, Ղուկասը, Մատթեոս ավետարանիչների մոտ է արձանագրված, այնտեղ տարբերություններ չկան, Արթուր ջան, պարզապես երբ որ մենք ինչու ենք այդ 3 ավետարանները կոչում համատես ավետարաններ։ Մեկը մյուսին լրացնում է, մեկի համար շատ կարևոր է այս դրվագը նկարագրելուց, մյուսի համար այս դրվագը նկարագրելուց, բայց հակասություն չկար։ Օրինակ Մատթեոսի ավետարանը, նախ մի հատ փոքրիկ անդրադարձանում, գիտեք, մեր ավետարանները 4-ն խորհրդանիշեր ունեն։ Օրինակ Մատթեոսի ավետարանի խորհրդանիշը մարդն է, Հովանեսի ավետարանիչը արծիվն է, Մարկոսի ավետարանինը առյուծն է, իսկ Ղուկասի ավետարանը եզն է։ Հիմա տեսեք, ինչպես է սկսում Մատթեոսի ավետարանը, Աբրահամը ծնեց Իսահակին, Հիսուս Քրիստոսի ծնունդը այսպես էր։ Ուրեմն ցույց է տալիս մարդկայնորեն, մարդաբանորեն, որ Հիսուս Քրիստոս Աստծո որդի էր։ Այսինքն Հոսեփը, եթե մենք այս ամենը հակառակը գնանք Ղուկասի ավետարանը, ասենք Հիսուսը որդներ Հոսեփի, Հոսեփը սրա գալիս ենք, հասնում ենք ասում ենք սա Ադամի, սա էլ Աստծո։ Ուրեմն ցույց է տալիս, որ նաև մարդկային ցեղի շարունակությամբ էլ Հիսուս Աստծո որդի էր։ Ուրեմն Հիսուսի մարդեղությունն էր ցույց տալիս Մատթեոս ավետարանիչը, Մարկոս ավետարանը Հիսուսի թագավոր լինեն է ցույց տալիս։ Իսկ ամենամանրամասնորեն գրված է Ղուկասի ավետարանի մեջ, որ ինչպես եկան մարդահամարին մասնակցեցին, ինչպես Իջևանատնում Աստծո փրկչին տեղ տվեցին եւ ստիպված իրեն գնացին անաստագոմում, գիշերեցին, այնտեղ ծնվեց աշխարհի փրկիչը։ Ուրեմն այս դրվագները, որ մենք նայում ենք հերթականությամբ, մենք ընդհանուր պատկերն ենք հասկանում, թե ինչ տեղ ունեցավ։ Հիմա տեսեք, Հիսուս Քրիստոս պիտի գար աշխարհ։ Նախ Հիսուսի ծննդյան ավետումը, չէ, Աստվածամորը ավետեց հրեշտակը, որ ահա որդի պիտի ունենաս, նրա անունը Հիսուս կդնես, որ աշխարհի փրկիչը պիտի լինի։ Հայր Հոսեփի կասկածները, որ ուզեցավ լռելյան արձակել Աստվածամորը, որպեսզի չխայտարակվի, հետո հրեշտակի խոսքին հավատաց, հետո երբ որ ծնվեց, փախան Եգիպտոս, այս ամեն ինչ է նկարագրված։ Հետո Մարթահամարի համար Նազարեթից եկան ամեն մեկ իր քաղաք այնտեղ Մարթահամարին մասնակցելու համար։ Որ աշխարհի պատկերը բոլոր ժամանակներում նույնն է, որ Քրիստոսի համար շատ-շատերի սրտերը փակ են։ Եթե մարդկանց սրտերը Հիսուսի համար բաց լինի, Հիսուս հենց այսօր նորից կվերադառնա աշխարհ։ Բայց մարդկանց սրտերը շարունակում են փակ մնալ ու քարացած մնալ։ Դրա համար երբ որ եկավ, ասում է որևէ մեկը պատկերացնում ես դուք որևէ տեղ այսօր անծանոթ միջավայրում գնաց, տեսնեն հղիկին եւ ծննդաբերելու վրա է, անպայման որևէ մեկ իր տանը մի անկյուն կտա, բայց Աստվածամորը տեղ չտվեցին։ Ոչ մեկ այդ քաղաքում, ոչ հյուրանոցներում, ոչ հյուրատներում, ոչ որևէ մեկի իր տանը մի փոքրիկ անկյուն չտվեց, որպեսզի այդ կինը կարողանա ծննդաբերել եւ ստիպված գնացին անասնագոմը միտեղ գտան, հարդի վրա շոր փռեցին, այնտեղ Աստվածամոր իր զավակին ունեցավ։ Ուրեմն այս մանրամասնությունները տարբեր գրված են, կամ Մատթեոս ավետարանի մեջ ասում է արդեն մոգերը եկան, խռովեց քաղաքը, Հերովդեսը կանչեց, հարցրեց, որտեղ պիտի ծնվի, ասացին Բեթխեհում, խորամանկորեն ասում է գնացեք գտեք, եկեք ինձ էլ ասեք, որպեսզի ես գամ երկրպագեմ, բայց երբ որ նա լսեց, որ թագավոր է ծնվել, ինքը վախեցավ իր գահի համար։ Եվ երբ որ տեսավ, որ մոգերը չվերադարձան հրեշտակից, պատգամ ստացան, որ հեռանան իրենց երկիրը,
Հերովդեսը կատաղած ինչ արեց, հրամայեց մինչև 2 տարեկան երեխաներին Բեթխեհեմում սպանել եւ առաջին նահատակները եղան այդ մանուկները Բեթխեմի շրջակայքին, որ Հիսուս Քրիստոսի անվան համար նահատակվեցին։ Ուրեմն այս բոլոր մանրամասնությունները տարբեր ավետարաններ որ տեսնում ենք, մեկ բան է, որ այսօր էլ աշխարհի իշխանը Սատանան չարքեցավոր ինքը ուզում է սպանել Աստծո խոսքը, սպանել Հիսուս Քրիստոսի հետևորդներին, որպեսզի մարդիկ սուրբ ծննդյան խորհրդով չապրեն։ Եվ տեսեք մեր երկիրը այսօր մարդիկ ամբողջ օրը Երուսաղեմի մեջ են, պատրաստվում են նոր տարին դիմավորելու։ Բայց նոր տարուց առաջ շատ կարևոր է Քրիստոսի ծնունդը։ Աշխարհի ծնունդ Քրիստոսի ծնունդով է աշխարհի համար նոր կյանքը սկսել, ոչ թե օրացույցային ամիսը կամ տարին փոխվելով։ Եկանք իմ մյուս հարցին, քանի որ նոր տարի է գալիս, շատերն են պատրաստություն տեսնում, պետք է ուտեն, խմեն, հարբեն, ուրախանան, բայց չէ որ մենք պետք է պահք պահենք, չէ որ կամ պահք կա 50 օր Քրիստոսից առաջ սկսում են մեր տոնական եկեղեցական տոները, չէ որ կա մեկ շաբաթ պահք, որը պետք է պահենք Քրիստոսի ծնունդից առաջ, այդ դրա մասին կուզեի, որպեսզի մի քիչ էլ ծանոթացնեիք մեր ունկնդիրներին։ Ուրեմն, երբ որ ես փոքր էի 80-ականներին, 90-ականներին, 2000-ի սկիզբը դեռ բոլոր հայ տներում Հայաստանում կար մի կերակրատեսակ, որ դրվում էր պասուս տոլմա։ Պարտադիր էր բոլորի սեղանին պետք է պասուս տոլմա եւ շատ շատերը խորհուրդն էլ չէին հասկանում, Արթուր ջան, ինչի համար հենց պասուս տոլմա, այսինքն Ես ինքս էլ չեմ հասկացել։ Այո, պահքի տոլմա, պասուցը պաս բառն է, պասուց պահքի տոլմա։ Ցույց տալու հիշեցնելու համար, որ մեր երկրում, Հայաստան աշխարհում նոր տարին կերուխումի համար չի եղել։ Պահքով պատրաստվել են Հիսուս Քրիստոսի ծնունդը դիմավորելու։ Հիմա ամսի 30-ից, դեկտեմբեր 30-ից սկսվում է պահքը։ Այսինքն մարդիկ մեկ շաբաթյա պահեցողությամբ պետք է պատրաստվեն Հիսուսի ծնունդը դիմավորելու։ Բայց քանի որ փոխվեց սովետական շրջանում, աշխարհում ուզեցան, որ սրբ ծնունդ ավելի նսեմացվի եւ նոր տարին ավելի բարձրացվի, մարդիկ տուր տվեցին ուտել խմելուն։ Այ ամենապարզ օրինակը բերեմ, երբ որ նոր տարվա օրերին մարդիկ իրար հյուր են, չէ՞ գնում նոր տարին շնորհավորելու։ Դա վերցված գողացված է Սուրբ Ծննդյան գիշերից։ Սուրբ Ծննդյան ավետիս է, որ ճառագայթություն տրվում էր, Քրիստոս ծնվավ եւ հայտնեցավ, մարդիկ մոմերը վառած գնում են իրար տուն, ասում են Քրիստոս ծնվել եւ հայտնվել է, ուրախացեք։ Եվ այսպես բոլոր իրար տուն մտնելով Հիսուսի ծննդյան ավետիսն էին տալիս։ Բայց մարդիկ փոխեցին նոր տարուն, սկսեցին իրար տներ գար, նոր տարին շնորհավորել, այդ 5 օրը 6 օրը ուտել, խմել, հետո հոգնել, իսկ հոգնած մարդ ինչպես կարող է հետո ծնունդով ուրախանալ։ Մեկ շաբաթ մարդիկ ուտել խմելով են զբաղված, երբ որ արդեն գալիս է Սուրբ Ծնունդը, մարդու համար երկրորդական է դառնում այդ տոնակատարությունը, որոշակի պարտականություններ կատարելով, որոշակի ճաշատեսակներ նորից պատրաստվելով, իրենք անհաղորդ են մնում Սուրբ Ծննդյան խորհրդին։ Իսկ Սուրբ Ծննդյան խորհրդին հաղորդվելու համար դու պիտի պատրաստվես։ Եվ պարզ օրինակը ինձ համար սա է, երբ որ կնոջը տանում են հիվանդանոց ծննդաբերելու, այսինքն երեխան դեռ չի ծնվել եւ որևէ հարազատ չի հավաքվում, չէ՞ իր տանը կերուխում անում։ Հավաքում ասում է եկեք երեխա պիտի ունենամ, եկեք ուտենք խմենք։ Երբ որ երեխան չի ծնվում, չեն գրկում, այդ մարդիկ ուրախությամբ չեն զբաղվում, այդ ճաշկերույթները չի լինում։ Այնպես էլ եթե Հիսուս դեռ չի ծնվել, մենք ինչպես ենք ասում շնորհավոր ամանոր եւ Սուրբ Ծնունդ։ Թող ուրեմն շնորհավոր լինի ամանոր, հետո Սուրբ Ծնունդ պիտի շնորհավորենք։ Դեռևս Սուրբ Ծնունդը չեղած, մենք շնորհավորում ենք, կենացներ ենք խմում, այդպես է դեռ չիմանալով ծնվեց թե չծնվեց մեր կյանքում Հիսուս Քրիստոս։ Ուրեմն այս գեղեցիկ սովորությունները պահեցողության պատրաստություն է եւ նոր տարին ուտելու մասին չէ, այլ չուտելու մասին է։ Օրացույցեն 1 օր է փոխվում, 3:31-ն էր, այսօր 1-ն էր։ Հիմա ամեն ամիս, երբ որ վերջանում է, մենք ամեն ամսվա 31-ի կամ 30-ի հաջորդ օրը մենք կերուխում ենք կազմակերպում, որ ամիսը վերջացավ։ Ուրեմն ամեն օրը մարդու համար նոր սկիզբ է, ուրեմն նոր տարին է, ընդհանրապես օրացույցային փոփոխություն է, դու պիտի Սուրբ Ծնունդով ուրախանալ։ Մենք սեղան չենք դնում օրինակ մեր տանը, բայց Սուրբ Ծննդյան օրը մեծ սեղան ենք դնում, մեր եկեղեցու անդամները բոլորը գալիս են միասին Սուրբ Ծնունդով ուրախանում ենք։
Սա է կարևորը մեծ նամը, որ սուրբ ծնունդով ուրախանաս, ոչ թե ուտես, խմես, հագենաս, թունավորվես, վատանաս, ճնշումը բարձրանաս, սրտանոթային խնդիրներ, ամենտեղ նույն ուտելիքները դրված են սեղանի վրա, բայց որպես պարտականություն մարդիկ պարտավոր են դա անելու։ Իսկ քրիստոնեությունը պարտավորվածության հավատքը չէ, քրիստոնեությունը ազատություն է տրված Տիրոջը դիմավորելու համար։ Դու պիտի պատրաստվես Քրիստոսին Բեթխեհեմում չենք մենք այսօր, ես Դիլիջանում եմ, դու Բրյուսելում ես, մեկը Մոսկվայում է, մեկը Լոս Անջելեսում է, մեկը Նյու Յորքում է, մեկը մեկ ուրիշ տեղ է, բայց բոլորս երբ որ կարողանում ենք Բեթխեմյան մսուրը տեղափոխել մեր սրտի մեջ եւ Հիսուսին այնտեղ ծնել, մենք էլ մասնակից ենք դառնում Սուրբ Ծննդյան այդ խորհրդի, որ դու ինքդ Քրիստոս ծնող եղար։ Դու պիտի կարողանաս Քրիստոսին ծնել քո կյանքի մեջ, ոչ թե միայն խորհուրդը վերցնել ու բայց հաղորդակից չինել այդ ծննդյան հրաշքին։ Ինձ մի ծանոթ անձնավորություն ասեց այն անգամ, որ մարդիկ կան, ասում են, դուք պահք եք պահելու, դուք նոր տարի չեք նշելու, ես պատկերացնում եմ, թե ինչ տխուրա ձեր տունը ամեն բան անցնելու։ Անցյալ օրը մի մարդ էր ինձ գրել, որ գամ նոր տարին ձեր տուն, պատկերացնում ինչքան տխուր պիտի լինի, ես թվում է թե նոր տարին այդ ուտելիքից է կախված։ Մեր տանը բոլոր պահոց կերակուրներ կան, համեցեք պահքի անուշ ուտելիքներ ուտենք, տեսնեք տխուր է թե չէ։ Ամեն մեկի տանը խոզի բուդ ուտելը դա է, այսինքն ուրախությունը, դրանով ենք մենք ուրախանում։ Պահոց այնպիսի լավ ճաշատեսակներ ունենք, այնպիսի լավ կերակուրներ ունենք պահոց, որ դրանով ենք պատրաստվում։ Եվ հետո այդքան մեծ ծախսեր ինչի համար։ Ինչ նպատակ ունես, այսինքն ես մեկ տարի ասենք այս միրգը չուտեմ, այս ուտելիքը չուտեմ, մեկ օր մի քանի օր ուտեմ ու հետո մինչև հաջորդ տարի նորից ուտեմ։ Երբ ուզում ես, կեր։ Մարդիկ վարք են վերցնում, որպեսզի տնախմբեն նոր տարի։ Ինչի համար, որովհետև իրենք չգիտեն այդ ամենի խորհուրդը ինչ է, եթե մարդ իրականում հասկանա թե այդ ծնունդը մեր կյանքում ինչ է բերել, Աստված է մարդացել, Աստված երկնքից իջել է մարդու հետ ապրելու, բայց դու փնտրում ես նորից մարդուն։ Կամ Սուրբ Ծննդյան տոներին մարդիկ իրար նվերներով են փոխանակվել, հիմա մարդիկ ծմեր պապիկի բերած նվերներով են ուրախանում, բայց խորհուրդը այստեղ ամենամեծ նվերը Քրիստոսի բերած փրկությունը, մենք այդ փրկությամբ չենք ուրախանում։ Այդ փրկությունը չի, խորհուրդը ամենամեծ նվերն է մարդուն, որ Աստված բերել է Հիսուսի ծնունդով մեզ փրկություն։ Իսկ մենք այդ փրկության խորհուրդը թողել ենք, սկսել ենք ավելի շատ ուտելիքի մասին մտածել։ Իմիջիայլոց իմ հաջորդ հարցը դա էր, որ ինչպես մարդիկ ընկալեն Քրիստոսի ծնունդը իրենց տան մեջ, իրենց սրտերի մեջ, իրենց օջախներում, պատմական գործողությունը, որ կատարվել է, այդ ամեն ինչը ինչպես պետք է իրենք ընկալեն։ Արթուր ջան, մեր կյանքի մեջ մի խնդիր կա, որ ամեն մարդ վախենում է առաջինը լինելուց, որ առաջին ինքը այդ քայլը անի։ Այսինքն, եթե ես սկսեմ այսօր առաջինը պահք պահել, բոլորը կծիծաղեն իմ վրա, կասեն, այս մարդը ժլատ է, գծուծ է, չի ուզում նոր տարի անի, բայց երբ որ դու մարդուն բացատրում ես, որ պահքի օրեր են, դու պիտի պատրաստվես շուշկալությամբ, քչակերությամբ, աղոթքով Քրիստոսի ծնունդը, հունվարի 5-ին 6-ին համեցեք, միասին ուրախանանք։ Մենք այդպես ենք անում։ Մենք մեր տանը տարիներ այդպես ենք անում։ Նոր տարվա օրերին ոչինչ չկա, պահոց կերակուր կա, ովքեր գալիս են, մեծ սիրով պահոց կերակուր են հյուրասիրում, իսկ հունվարի 5-ի երեկոյան կամ 6-ին ավելի շատ մեծ սեղան են գցում մեր տանը, քահանայի տանը, եկեղեցու անդամները հավաքվում են, միասին նշում ենք Սուրբ Ծնունդը։ Պարզապես դու պիտի հասկանաս ում համար ես անում։ Եթե դու մարդկանց համար ես անում, երբեք էլ չես կարող։ Եվ որpիսի դու այդ քամանը կարողանաս հաղթահարել, քո մեջ Քրիստոսի հանդեպ սերը պետք է ուժեղացնես։ Քրիստոսի հանդեպ վստահությունը պիտի ունենաս։ Դու պատկերացրա մենք մեկ շաբաթվա համար մի 200,000-ի, մարդիկ 300,000-ի, 1 միլիոնի առևտուր են անում։ Այդ նույն պարագին, այդ նույն ժամին հազարավոր մարդիկ մեր փողոցում, մեր քաղաքում, շրջակա գյուղում սոված են, ոչինչ չունեն։ Իրենք նույնիսկ 5,000 դրամի ոչինչ չունեն, որ առևտուր անեն։ Ինչքան լավ կլիներ, որ դու այդ քո կերակրի բաժինը նաև ողորմության տեսքով աղքատին տաներ, որ Հիսուսն էլ քո կյանքի մեջ ներկա լիներ։ Քո տուն առաջինը Հիսուս այցելեր, քո տան դուռ առաջին բացողը Հիսուսը լիներ։
Եվ այդ խորհուրդը նորից կրկնվում եմ, որ գնում են իրար տուն նոր տարի շնորհավորելու, մոմը վառած լույսով մտնում են մարդկանց, մենք Քրիստոս ծնվավ եւ հայտնեց, ինքն մեզանից առաջ Քրիստոս է քո տունը մտնում։ Քրիստոսի ուրախությամբ ուրախացի, հետո Քրիստոսի անունով մեզ դիմավորի, որպեսզի քո հետ ուրախանա քո տան մեջ։ Այստեղ խնդիրը նորից ասում եմ, առաջին քայլը կատարելն է, որովհետեւ մենք միշտ մտածում ենք մարդիկ ինչ կասեն կամ ինչ կխոսեն։ Դա շատ մեծ խնդիր է մեր ժողովրդի մեջ, բայց դա մենակ մեր ազգի մեջ չի, բոլոր ազգերում կա։ Այո, բայց ուղղակի ժողովուրդը միշտ նայում է, թե դիմացինը ինչ կմտածի, եթե ես հանկարծ սեղան չգցեմ եւ նոր տարի չնշեմ, կամ եթե իրան գան իմ տուն եւ լինի պահոց կերակուր իմ սեղանի վրա։ Այսքան տարի, ինչքան որ մարդը նոր տարօրերին մեր տուն է եկել, միշտ ուրախացել են, որ ինչ լավ բաներ կան, տարբերվող ուտելիքներ կան ձեր տանը։ Դեռ մեկը տխուր չի գնացել մեր տանը, սոված կամ քաղցած չի գնացել, հակառակը ուրախացել այսքան լավ կերակուրներ կա, որ ուրիշտեղ չկա։ Տեր Հայր ջան, օրինակ մեր քրիստոնեական, ասենք, Սուրբ Ծնունդը տարբեր եկեղեցիներ տարբեր օրեր են նշում, ու միշտ մարդիկ ուզում են իմանան, թե օրինակ ինչպես է դա լինում, որ ավետարանական եւ կաթոլիկ եկեղեցին նշում է դեկտեմբերի 25-ին, ուղղափառ եկեղեցին նշում է հունվարի 7-ին, հայ առաքելական եկեղեցին Հայաստանում նշում է հունվարի 6-ին, իսկ Երուսաղեմում մեր հայ առաքելական եկեղեցին նշում է հունվարի 19-ին։ Արթուր ջան, մինչև 4-րդ դար 380-ական թվականները եկեղեցին Հիսուսի ծնունդը նշում էր հունվարի 6-ին։ Հետո որ արդեն տեզերական ժողովներից հետո բաժանումներ եղան, կամաց տարբեր տեղերում տարբեր ավանդույթներ ձևավորվեց, բայց ինչու հետո փոխվեց կաթոլիկ եկեղեցում դեկտեմբեր 25-ի։ Ռոմում սովորություն կար արևի Աստծո տոն կար։ Մարդիկ թեև 300 տարի էր քրիստոնեությունը քարոզում էր, 300 տարի քրիստոնեությունը ներկա էր մարդկանց կյանքի մեջ, բայց շատերը հին սովորության համաձայն դեկտեմբեր 25-ին գնում էին Աստծո այդ արևի Աստծո տոնը նշելու։ Եվ իրենք խորհուրդ արեցին, փոխեցին, որ դեկտեմբեր 25-ը Քրիստոսի ծնունդ դնվի, նշվի, որպեսզի մարդիկ գան Քրիստոսի ծննդյան տոնը նշելու համար։ Հայ եկեղեցին մնաց հավատարիմ հունվարի 6-ին, միշտ չնշելու, եւ միայն հունվարի 6-ը ծնունդը չէ, այլև մենք այդ տոնը կոչում ենք Աստվածահայտնության, որովհետեւ հունվարի 6-ին ոչ միայն Սուրբ Ծնունդը, այլև Հիսուսի մկրտությունն ենք տոնում։ Նա կաթոլիկ եկեղեցում, ուղղափառ եկեղեցում դեկտեմբեր 25-ին կաթոլիկները նշում են ծնունդը, հունվարի 6-ին մկրտությունը, ուղղափառ եկեղեցում հունվար 7-ին ծնունդն են նշում, հունվար 19-ին մկրտությունն են նշում։ Ուրեմն հին ու նոր նաև տոմարների տարբերություն կա, եթե ուղղափառ եկեղեցին փոխի հին տոմարից անցնի նոր տոմար, իրենք էլ դեկտեմբերի 25-ին պիտի նշեն տոնը։ Ուրեմն դրանք նույն օրն են։ Հայ եկեղեցին հավատարիմ է մնացել հին ավանդությանը, հին սովորությանը, որ հունվար 6-ին ծնվել է, 30 տարի հետո էլ հունվար 6-ին Հիսուս մկրտվել է։ Հիմա այստեղ կարևորը չի, որ օրը մենք հունվարի 6-ին ենք նշում, իրենք դեկտեմբերի 15-ին։ Այստեղ շատ կարևորը խորհուրդը, թե դու այդ ծնունդով ինչքան ես ապրում։ Եթե մեկ օր ես ապրում այդ ծնունդով, միայն հունվարի 6-ը նշեցիր, անցավ, ու մեկ էլ պիտի սպասես հաջորդ տարի հունվարի 6-ը նշես կամ դեկտեմբեր 25-ը, քեզ համար դա ոչ մի օգուտ չունի։ Դու պիտի տարվա 365 օր այդ ծնունդով ապրես։ Այստեղ այդ թվականները անձնապես ինձ համար որևէ փոփոխություն չունեն, ազդեցություն չունեն, եթե դու չես ապրում Հիսուս Քրիստոսով։ Եթե Հիսուս Քրիստոս ամեն օր քո կյանքում ներկա է, ինձ համար ամեն օր ծնունդ է։ Ինձ համար ամեն օր Հիսուս ծնվում է, ես էլ իր հետ ամեն առավոտ արթնանում եմ։ Ինքը ինձ է բարի լույս ասում, ես իրեն եմ բարի լույս ասում, Տեր։ Այդ խորհուրդը պիտի ամեն օր քո կյանքի մեջ ներկա լինի, Արտուր ջան։ Այս թվականների համար վիճել, բանավիճել, մենք այսպես ենք անում, դուք այնպես եք անում, մենք գնում ենք ավելի շատ փարիսեցիական օրինապաշտության, քան աստվածային սերը մեր մեջ պահելով։ Մենք հարգում ենք նրանց սովորությունը, նրանք հարգում են մեր սովորությունը։ Ինչ որ վերաբերում է Երուսաղեմին, Արտուր ջան, Երուսաղեմի պարագա մի փոքր տարբեր է, որովհետև Երուսաղեմում բոլոր եկեղեցիները հին տոմարով են շարժվում։ Իսկ հին տոմարով այդ հունվար 19-ը մեր նոր տոմարի հունվար 6-ն է, այսինքն այնտեղ կանոնական ոչ մի խախտում չկա։ Պարզապես Երուսաղեմ ընդունված է թե հույն եկեղեցին, թե հայ եկեղեցին, թե կաթոլիկ եկեղեցին, ղպտի եկեղեցին, ասորի եկեղեցին,
Այնտեղ բոլորը 5 տոմարով են շարժվում։ Դրա համար այդ 13 օրվա տարբերությունը տալիս է տոմարական։ Գիտեք, ցավով բաներ եմ տեսնում ես, քանի որ ես հարցի մեջ եմ ասում, որ մարդիկ մեն հունվարի 5-ին են գալիս եկեղեցի, շատ մարդիկ ոչ թե գալիս են այլ Քրիստոսի ծնունդը նշելու, ուրախանալու, այլ ճրագը, մոմը վառելու, գնալու իրենց տուն։ Վերջ։ Այդ 1 րոպեի կամ 1 ժամի համար են իրենք այդ ծնունդով ուրախանում։ Մեն էլ մոմը Քրիստոսից ինչ որ բան վերցնել, տանելու, լույս տանելու, բայց այդ լույսով չապրել։ Սա ամենամեծ խնդիրը քրիստոնյայի։ Կամ արևմուտքում ավելի շատ տոնածառի տակը նվերները դնել, այդ օրը նվերներ տալու օր է։ Իրար շնորհավորում են, նվերները վերցնում են, բայց նորից Քրիստոսի ծննդյան խորհրդին մասնակից չեն։ Այդ նվերներ տվողը նորից Քրիստոսից է գալիս։ Քրիստոսը ամենամեծ նվերը, նախ ինքն իրեն է մեզ նվիրել, իբրև Աստված մարդացել է, երկրորդը մեզ փրկություն ու կյանք է բերել, հույս է բերել, հարություն է բերել մեզ համար։ Քրիստոնյա աշխարհում ավելի շատ տեղ է տրվում այսօր հարության խորհրդին, մահվան հանդեպ հաղթանակին, բայց ծնունդից է սկսվում ամեն ինչ։ Ծնունդից է ամեն ինչ սկսվում։ Եթե ծնունդը չլիներ, հարություն չէր լինի։ Ուրեմն այդ ծնունդով դու պիտի ուրախանաս։ Այդպես էլ նույնը մենք մարդիկս, երբ որ մարդը մահանում, ավելի շատ ենք այդ մահացածին համար անում, անհանգստանում, քան երբ որ մարդը ողջ էր կենդանության ժամանակ։ Հիվանդության ժամանակ այցի չենք գալիս, ասում ենք ժամանակ չունենք, մանավանդ մեր հայ իրականության մեջ շատերը դրսում են, արտասահմանում են, հիվանդ է, չեն գալիս տեսնել, մահանում են, որ գալիս են, հետո շատ գեղեցիկ թանկարժեք գերեզմաններ են կառուցում եւ ամեն անգամ մահվան օրն են հավաքվում ննջեցյալին հիշելու, բայց ծննդյան օրը չեն հիշում։ Ուրեմն ծնունդից է սկսվում, ուրեմն մարդուն իր կենդանության օրոք պիտի սիրես։ Այնպես էլ Հիսուսի ծնունդով եկել է, որ դու քո կենդանության օրոք իրեն սիրես, իր բերած փրկության այդ նվերը ամենաթանկը դու ընդունես իրենից։ Սա է մեր ամբողջ քրիստոնեական խորհուրդը։ Ամսաթվերը ոչինչ չեն փոխում, եթե դու իր հետ չես տարվա 365 օրերի ընթացքում։ Որպես աշխարհի լույս Քրիստոս, մենք գնում ենք այդ լույսը մեկս մյուսին փոխանցելու։ Այսինքն մարդը ուզենք թե չուզենք, որոշակի խորհուրդներ պիտի դնենք այդ հոգևորի մեջ, նաև նյութական տեսանելի խորհուրդ պիտի դնես, որ մարդկանց փոխանցես։ Մոմը, ինչու է մոմը շատ օգտագործվում։ Մոմը, որ վառում է, ինչ անում Արտուր ջան։ Նվազում, ոչնչանում է, չէ, որ ծնվեցի լույսով վառվեց, մինչև մահը դու պիտի լուսավոր ապրես այս աշխարհից հեռանալու։ Այսինքն ցույց է տալիս մարդու կյանքը, որ դու լույսի մեջ պետք է ապրես։ Ինչպես Հիսուս ասում է, դուք եք լույսը աշխարհի։ Այդ լույսով դու պիտի ապրես, ոչ թե մոմի, այլ իրական դու լույս պիտի լինես մարդկանց համար։ Պարզապես մոմը վառելով մենք հիշեցնում ենք մեզ նորից, որ մենք էլ այս մոմի պես պիտի վառենք լուսավորվելով կամաց դեպի մահ գնանք Քրիստոսի գրկում հանգչելու համար։ Բայց ինչպես դուք ասացիք, մարդիկ գալիս են մոմը տանում են առանց հասկանալու, թե ինչի են տանում այդ մոմը։ Նրանից է, որ մարդիկ ավետարանը չեն կարդում եւ Քրիստոսի հետ անձնական հարաբերություն չունեն։ Միայն հավատում են Քրիստոսին, ուրիշ ոչ մի բան։ Ոնց որ մեկը մի սիրուն հավատում է, բայց ինքը չի ուզում սիրել։ Մի օր մեկը գալիս է վանականի մոտ, ասում է հայր ուզում եմ վանական դառնալ, ասում է տղաս ես դու որևէ մեկին սիրել ես, ասում եմ բայց ինչու պիտի սիրեմ, չէ՞ որ ուզում եմ վանական դառնամ, ինչու պետք է ինչ որ մեկին սիրեմ, ասում է գնա տղա սիրել սովորի, հետո կգաս վանական։ Եվ երրորդը վերջինն էլ ասեմ Արտուր ջան, Սուրբ Ծննդյան տոնին հունվար 6-ին նաև ջրօրհնեքի արարողություն է կատարվում, մկրտության խորհուրդն են կատարում եւ օրհնված ջուրը բաժանում ենք մարդկանց իրենց մարմնավոր ախտերի հիվանդությունների բժշկության համար, որ Տերը նաև չէ որ Հիսուս երբ որ մտավ Հորդանան գետը, ասում է այդ օրը բոլոր ջրերը սրբվեցին, մաքրվեցին, այնպես էլ ջրօրհնեքի միջոցով սրբում է մեր կյանքին բոլոր սխալները, սրբագրումները, որ այդ ջուրը խմելով մարդը Քրիստոսի ներկայացնև նյութապես ջրի տեսքով ստանա իր կյանքի մեջ։ Մի քիչ կուզենայի մեր եկեղեցական արարողությունների մասին խոսեինք, մանավանդ Սուրբ Ծննդյան եկեղեցական արարողությունը, թե ինչպես է սկսվում եւ ինչպես է վերջանում եւ դրա իմաստը որն է։ Դե արդեն ասացինք, որ պահեցողությամբ ենք պատրաստվում, այս տարի դեկտեմբեր 30-ից պահքը սկսվում է, մեկ շաբաթյա պահեցողությամբ պատրաստվում ենք ծնունդին։ Հունվար 5-ի երեկոյան տեղնում ճրագալույց, որ նշանակում է ճրագները վառել։ Գիշերն, այսինքն Սուրբ Ծննդյան տոնը գիշերն է սկսվում։ Գիշերով
Պատարագը ճրագալույցի մատուցվում է, հայտարարում է, որ Հիսուս Քրիստոս ծնվեց, մարդիկ ճրագները վառած գնում են իրենց տները, իսկ հունվար 6-ին արդեն բուն ծննդյան եւ աստվածահայտնության մկրտության տոնը դրա համար միասին կոչվում է ծնունդ եւ հայտնություն։ Երկուսը միասին աստվածահայտնության տոնը։ Եվ տոնական մեծ շքեղ պատարագն է մատուցվում, որին հանդիսավոր նաեւ ջրորդնեկի արարողությունն է կատարվում, եւ ծնունդը դրանով չի վերջանում։ Ծնունդը տևում է 8 օր, արդյոք մենք 8 օր ամեն օր Սուրբ ծնունդ ենք նշում։ 8 օրեք է կոչվում այդ խորհուրդը, հունվար 6-ից մինչև հունվար 13-ը։ Եվ ամեն օր գեղեցիկ իր խորհուրդներով արարողությունները կատարվում է ամենօրյա նախատոնակներով, եթե տեղելն որ ամեն օր նույնիսկ պատարագ է մատուցվում մինչև հունվար 13-ը, որովհետև հունվարի 6-ին երբ որ Հիսուս ծնվեց, նրա անունը Հիսուս չդրեցին, այլ Հիսուսի անունը դրեցին 8-րդ օրը, հունվար 13-ին, որ շատերի համար այսօր էլ մարդիկ ասում են հին նոր տարի ենք նշում, բայց դա Հիսուս Քրիստոսի անվանակոչության օրն է։ Այդ օրը Հիսուսի անունը դրվեց Հիսուս։ Եվ այդ ընթացքում, նաև այդ 8 օրեքի ընթացքում, նաև կատարում է տնօրհնեքի արարողություններ, որ քահանան գնում է մարդկանց տները, ովքեր որ հրավիրում են կամ ցանկանում են, քահանան գնում է իրենց տները օրհնում է, Քրիստոսի ծննդյան բարի լուրն է փոխանցում մարդկանց եւ օրհնում է տան, այդ տան աղը, հացը, ջուրը։ Աղը խորհրդանշում է մարդկանց, որ Հիսուս ասաց դուք եք երկրի աղը, որպեսզի մենք չանհամանանք, քահանան տուն օրհնելով նաև հիշեցնում է քրիստոնյային, որ Քրիստոսի ծնունդով դու քո համ ու հոտը չկորցնես, մնաս այդպիսին, իսկ հաց եւ ջուրը Քրիստոսին են խորհրդանշում, որ Տերն ասաց, ես եմ կյանքի հացը, ես եմ կենդանի ջուրը, որ ուտի խմի այս հացից եւ ջրից նա հավիտենական կյանք ունենա, ցույց տալով որ եթե դուք Քրիստոսով ապրեք, եկեղեցի գնալով, սուրբ հաղորդություն ստանալով, ավետարան կարդալով, դուք հավիտենական կյանք ունենաք ձեր ներսում։ Եվ հունվար 13-ով Հիսուսի անվանակոչությամբ Սուրբ ծննդյան տոնակատարությունները վերջանում են։ 40 օր հետո, ծնունդից հետո 40 օր հետո գալիս ենք արդեն ընծային։ 14-ը Հիսուս Քրիստոսի 40 օրեկան մանկան տաճարին ընծայվելու կարգն է, փետրվար 14։ Հիսուսի տյառն ընթառաջ, այդ տոնն է, որով Հիսուսին իր ծնողները տարան եւ ընծայեցին տաճարին։ Մի քիչ խոսենք անմահական եւ հոգեվոր տաճարի մասին, Տեր Հայր ջան։ Ինչ կերպով կարող ենք ամեն օր ապրել Սուրբ ծննդյան այդ պատգամը ընդունելով մեր մեջ, որպիսի այդ Սուրբ տաճարը լինի նաև մեր մեջ, մեր հոգիների մեջ, մեր մարմինների մեջ, ինչպես պետք է անենք դա։ Արտուր ջան, երբ որ մարդը մկրտվում է, ինչ է տեղի ունենում մարդու կյանքում։ Նախ մկրտության ժամին Աստված մարդուն որդեգրում է։ Աստված դառնում է քո մեծ հայրը, դու իր զավակն ես դառնում, արդեն Աստծո զավակ ես դառնում, որդեգրվում ես Աստծուն։ Երկրորդը Հիսուս Քրիստոսի հետ ժառանգագից ես դառնում հավիտենական կյանքի։ Եվ երրորդ դու դառնում ես Սուրբ Հոգու տաճար։ Այսինքն մեր մարմինը դառնում է Աստծո տաճարը, Սուրբ Հոգու բնակարանը։ Եվ Հիսուս ինչ է ասում, որտեղ պիտի գանք ես ու հայրս բնակվենք, եթե ոչ խոնարհների մեջ։ Ես ու հայրս ասում ենք կգանք կբնակվենք ձեր մեջ։ Հիսուսի խոսքը ինչպիսին էր առաջին։ Երկնքի արքայությունը նախ ձեր ներսում փնտրեք։ Ուրեմն եթե դու քո ներսում չգտնես Հիսուս Քրիստոսին, դու ինքդ քո մարմինը պատասխանատվությամբ չպահես իբրև Սուրբ Հոգու տաճար, Աստծո բնակարան, քեզ համար նաև քարեղեն տաճարը չի կարող սրբություն դառնալ։ Քեզ համար այդ տաճարը Աստծո տունը չի կարող դառնալ։ Դրա համար պետք է պարզապես առաջին քայլը գիտակցել, որ այս մարմինը քոնը չէ, սա Աստծո տաճարն է, եւ դու պարտավոր ես այս տաճարը սուրբ պահել։ Դրա համար չի կարելի այս տաճարի վրա դաջվածքներ անել, չի կարելի այս կտրվածքներ անել, չի կարելի անփութորեն վերաբերվել այս տաճարին, փնթի պահել, կեղտոտ պահել, հարբեցողությամբ զբաղվել, թմրանյութ ներարկել այս մարմնի մեջ, սա Սուրբ Հոգու տաճարն, բնակարանն։ Դու պիտի գիտակցություն ունես, որ Աստված բնակվում է քո մեջ, ուրեմն դու պիտի պատրաստվես։ Հայրերից մեկը ինչ ասում, պահք պահելով մենք տկարացնում ենք մեր մարմինը, մարմնավոր ցանկությունները, որպեսզի մեր հոգևոր կյանքը առողջանա, զորանա։ Այսինքն, երբ որ դու չես սնում մարմինը, չէ, մարմինը տկարում մնում է, չէ։ Մի օր մի հեթանոս մարդ
սիրահարվում է շատ բարեպաշտ մի քրիստոնյա կնոջ եւ ասում է պետք է անպայման քեզ քո հետ կենակցեմ, ուզես թե չուզես ինձանից փրկում չունես։ Որ կինը շատ է կնոջը նեղում, կին ասում է լավ, մեկ պայման ունեմ, մեկ շաբաթ միասին աղոթք միասին ծոմ ենք պահում, որից հետո կտրվեմ քեզ։ Մեկ շաբաթ ծոմ պահելով աղոթելուց հետո կինը պատրաստում է անկողինը, մյուս սենյակում շատ ճոխ սեղան է պատրաստում, այդ մարդն ասում է ոչ, ես սոված եմ, ես գնում եմ հաց ուտել, դու ինձ այլևս հետաքրքիր չես։ Այսինքն տես հեթանոսը անգամ ծոմ պահելուց հետո ինքը չմտածեց այլևս իր ցանկության, շնության մասին, մեղավոր ցանկության մասին, գնաց իր մարմինը կերակրելու։ Այնպես էլ այդ պահեցողությունը, որ դրված է Սուրբ Ծննդյանը կամ մեծ տոներից առաջ կյանք ընդհանրապես տարվա կեսը 180 օրերը պահքի օրեր են եկեղեցական օրացույցով։ Այդ պահեցողության ընթացքում դու քո մարմնի պարարտությունը թողնում ես, անդրադառնում ես քո հոգևոր կյանքի մասին, հոգևոր առողջության մասին։ Եվ այս ձևով էլ դու կարողանաս տաճարը ամուր պահել։ Երբ որ Հիսուսը հիշում ես հрьяաներին ասած այս տաճարը քանդեք 3 օրում կկառուցեմ, Հիսուս այդ քարեղեն տաճարի մասին չէր խոսում։ Հիսուսը իր մասին էր խոսում, որ սպանեք ես 3 օրից հարություն կառնեմ, բայց մարդիկ չհասկացան ինչի մասին է խոսքը։ Ուրեմն այստեղ է սրտիդ մեջ, քո մարմնի մեջ է դերը նախ գալիս բնակվում Արթուր ջան։ Հետո նոր դու հասկանում ես կյանքի մնացած իրականություն, իրողությունները։ Եթե դու սրան վերաբերվես որպես տաճարի, եկեղեցի քարեղեն շենքն էլ քեզ համար սուրբ կդառնա։ Դու այնտեղ կգնաս աղոթելու համար, փրկության համար, ոչ թե մոմ վառելու, ջուր վերցնելու, կրակ վերցնելու, ծաղկազարդին ճուղ վերցնելու, տյառն ընթարաչին լույս տանելու, զատկյորը ձու վերցնելու, այսինքն չես գնա ինչ-որ բան վեր, այլ դու կգնաս ինչ-որ բան դու տալու, նախ առաջինը քո հոգում փրկության համար, երկրորդը քո մեղքերի քավության համար եւ երրորդը Աստծո ուրախանալու։ Առաջին հերթին պետք է ուրեմն աղոթքը Սուրբ Գրքի ընթերցանությունը, ավետարան կարդալ, առանց կարդալու, աղոթելու չես հասկանա երբեք կարևորությունը քո մարմնի։ Օրինակ այս պահքի ընթացքում ինչ պետք է մարդիկ կարդան եւ ինչ պետք է մարդիկ աղոթեն։ Արթուր ջան, նախ եկեղեցական օրացույցով կոչվում է ճաշու ընթերցվածներ կան, մանավանդ այսօր համացանցում էլ դրված են շատ կայքեր այդպիսին կա, ամեն օրվա ընթերցանություն դու ինչ պիտի ընթերցես ամեն օր։ Այնպես որ կարող ես դու ամեն օր կարդալ այդ հրահանգներով, որտեղ եկեղեցին հունվար 1-ից մինչև դեկտեմբեր 31 ընթերցումներ ունի։ Եթե դու այդ օրացույցով կարդաս, որ 1 տարվա ընթացքում դու նաև Աստվածաշունչը կարդացած կլինես։ Քանի որ հասանք մեր այս նախատոնական հաղորդման վերջին, կուզեի որպեսզի ձեր գեղեցիկ մաղթանքով վերջացնեինք մեր այս գեղեցիկ հաղորդաշարը։ Շնորհակալություն Արթուր ջան։ Նախ կուզեմ մեր հավատավոր քույրերին, եղբայրներին, բոլոր նրանք, ովքեր որ կլսեն Քրիստոսի իրական ծնունդը ապրեն, հաղորդակից լինեն։ Մեր ժողովուրդը սիրում է Սուրբ Ծնունդը, պատրաստվում են նյութապես, սեղանները բացում են, կարևոր ճաշատեսակները պատրաստում են, բայց երբեմն այդ ամենի մեջ հոբելյարը Հիսուս ինքը ներկա չէ։ Ես կուզեմ որ այդ ամենից առաջ Հիսուս ներկա լինի իրենց ընտանիքներում, այդ սեղանի շուրջ Հիսուս նստած լինի։ Երկրորդ կուզեմ որ մարդիկ երբեք չասեն շան տարի է, օցի տարի է, արնետի տարի է, մեր բոլոր տարիները Քրիստոսի տարիներ են։ Մենք Քրիստոսի տարում ենք ապրում։ Երբ որ դուք վերագրում եք այս տարիներին այս անունները, դրանով էլ մերժում եք Հիսուսի ծնունդի կարևորությունը ձեր կյանքի մեջ։ Միշտ Հիսուսի տարով ապրեք։ Եվ վերջապես այս ծնունդը թող ուղղակի նշելու առիթ չլինի։ Այս անգամ էլ նշեցինք ու անցանք։ Շատ կարևոր է հոբելյարի հետ միշտ ապրել, ինչպես որ հաղորդման մեջ ասացի, կարևոր չի օրերը, որորն ենք ծնունդը մենք տոնում, այլ կարևորը թե այդ ամբողջ տարվա մեջ ինչքան ենք իր հետ ապրելու։ Եվ երբ որ Հիսուս ծնվեց, հեռու աշխարհի կարևոր մարդկանց աչքերից հեռավոր մի անկյունում, որ նրա ծննդյան վկան անբան անասուններն ու կենդանիները եղան, այդպես էլ ամեն օր կարող է Հիսուս մեր կյանքի մեջ ծնվել ու մենք չտեսնենք։ Այսօր շատ ծնունդներ են լինում աշխարհի մեջ։ Հիսուսից առաջ, Հիսուս հետո շատ ավելի նշանավոր, այսպես թագավորների զավակներ, թագավորական ընտանիքի անդամներ են ծնվել, բայց ոչ մեկի ծնունդով աշխարհի
Քրիստոսից առաջ ու Քրիստոսից հետո չի եղել։ Քրիստոսով է սկսվել այդ ամեն ինչը։ Եվ նշանակում է, որ Քրիստոս 3 այսօր վաղը նույնն է եւ հավիտյան նույնը պիտի լինի։ Ուզեմ, որ այդ ծննդյան խորհուրդը իրականում ապրեք, ուրախանաք այդ ծնունդով, ոչ թե որ Հիսուս ծնվել է, մենք լսել ենք այդ մասին, այլ մենք իբրև քրիստոնյաներ ծնունդ տանք Հիսուսին։ Հիսուս ուզում է մեր միջոցով ծնվել, մեր միջոցով գալ այս աշխարհ եւ երբ որ մենք կարողանանք մեր սրտի մի անկյունում այդ Բեթլեհեմյան փոքրիկ մսուրը զարդարել, ինչպես այսօր սովոր են, չէ, բոլոր քաղաքներում, գյուղերում, եկեղեցիների բակերում ծննդյան մսուր են պատկերում, դրա փոխարեն այդ մեր սրտի մեջ այդ իրական մսուրը լինի եւ այդ կյանքի հացը նաեւ մեր մեջից դուրս գա եւ մարդիկ փոփոխություն են այս կյանքի մեջ։ Առանց Հիսուս Քրիստոսի այս կյանքը չի կարող մեզ համար խաղաղություն բերել։ Եվ հրեշտակների ավետիսը փառք Աստծուն բարձունքներում։ Հիսուսի ծնունդը գալիս է հիշեցնելու մարդուն, որ փառքը Աստծունն է։ Պողոս առաքյալը մի խոսք ունի, ասում է մարդիկ իրարից փառք են առնում, Աստծո փառքը մոռացված։ Այսօր մենք ձգտում ենք մարդկանց փառքին, բայց փառքը Աստծուն է պատկանում։ Երկրորդը հաշտություն մարդկանց միջև։ Եթե մարդը մարդու հետ չհաշտվի, մարդը երբեք չի կարող Աստծո հետ հաշտ լինել։ Եթե մարդը Աստծո հետ չհաշտվի, չի կարող երբևէ խաղաղության բերկրանք ունենալ։ Եվ խաղաղություն աշխարհի վրա Հիսուսի ծնունդը այս է բերել մեզ՝ հաշտություն եւ խաղաղություն։ Եթե ուզում եք, որ ձեր կյանքը հաշտ լինի, խաղաղ լինի, ուրախացեք այդ ծնունդով, որտեղ որ իրար տեսնեք այդ 8 օրերի ընթացքում մի ամաչեք իրար ասելու Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ, օրհնյալ է հայտնությունը Քրիստոսի։ Սա պարզապես խոսքեր չասեք, սա իրական մաղթանք իրար փոխանցեք եւ թող մարդիկ այդ մաղթանքով ապրեն, զորանան եւ խաղաղության ու սիրո մեջ ապրեն։ Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ, օրհնյալ է հայտնությունը Քրիստոսի։